Հայ մամ ջան, գնացինք։ Հա, Հայկ ջան, օֆիսում շատ գործ ակուտակվել։ Այն Լուսինեն էլ աշխատանքից դուրս է եկել, հեռախոսազանգերին պատասխանող չունեմ։ Ամբողջ օրը ես եմ հեռախոսազանգերին պատասխանում։ Լուսինեն ինչ է դուրս եկել մամ։ Եսի ամուսնացավ դուրս եկավ։ Հա, Հայկ, իմիջիալոց, ինձ մի հատ շատ լավ աղջիկ է պետք Լուսինեին փոխարինող։ Հայկ, գնացինք։ Հələ մի րոպե մամ։ Ես ոնց որ տենց աղջիկ ճանաչում եմ, որ կար այդ գործը շատ լավ անի։ Հա, ով է։ Մերին, հիշում ես։ Հա, հիշեցի, վրամի տանն էր աշխատում կարծեմ։ Այ հենց ինքը։ Բայց Հայկ ջան, կարծեմ այդ աղջիկը վրամի տան գործերն էր անում, չէ։ Հետո ինչ մամ։ Իսկ ինքը կրթություն ունի։ Չէ մամ, նոր ուզում սովորի։ Հայկ ջան, ինձ կրթված գրագետ աղջիկ է պետք։ Մամ ջան, ախր ինձ թվում է, որ հեռախոսազանգերին պատասխանելու համար կրթությունը այդքան էլ հարկավոր չի։ Բայց հա։ Լավ էլի մամ։ Մի հատ թող ինքը գա քո մոտ, հետո խոսա կտեսնես, որ ինքը համապատասխանում է այդ աշխատանքին։ Լավ, կանչիր հետը կխոսեմ, հետո կերևա։ Եղավ մամ ջան, մերսի։ Ահա, տենց էլ գիտեի։ Ինչ ա եղել մամ։ Շատ կարևոր թուղթ եմ մոռացել, Հայկ ջան։ Ես գնամ այդ թուղթը վերցնեմ, դու մեքենան հանի, ես կգամ։ Եղավ մամ ջան։ Մի բան պետք է խնդրեմ քեզ։ Ասա բան ջան։ Մերին աղջիկը, որ ամենստուն աշխատում է։ Կարող օգնի ես Մոնիկային տենամ։ Մոնիկայի։ Ուզում եմ հետը խոսամ, բայց նենց որ նույնն չիմանա։ Վահան, բայց Մերին էլ Վրամեստանը չի աշխատում։ Չի կարա ասենք իրան տեղեկացնի, ուրիշ մի տեղ ես գնամ հանդիպեմ։ Լավ ապեր, հեսա մամային տանեմ օֆիս, տենամ ինչ եմ անում։ Խաբար կանես։ Բարև Վրամ։ Բարև մամ։ Նստի։ Ոնց ես։ Նորմալ։ Դու ասա գործերդ լավ են։ Ոչինչ, իրանց հունով։ Լսել եմ Մինեքսը նորից քեզնով ես արել, հա։ Կա տենց բան։ Դու ասա, հո պրոբլեմներ չեն առաջացել բիզնես լեգիոնում։ Չէ, Վրամ, պրոբլեմներ չկան։ Ուղղակի ես որոշել եմ Հայաստանից գնալ։ Ուր։ Դե ախպերս Լենինգրադում է, լավ գործի վրա է։ Հա, ասում էր արի, ականջի հետև էի գցում, բայց հիմա ոնց գցում բռնում եմ, պետք է գնամ, հարմար տարբերակ է։ Պաստեղի գործեր։ Դե սկզբում որոշեցի վաճառեմ ակցիաներս, բայց երևի թե չվաճառեմ, պետք չի։ Կարող է մարդես գործերն այնպես դասավորվեն, որ ես հետ վերադառնամ։ Այս խառը ժամանակներում ամեն ինչ էլ հնարավոր է։ Հա, այդ մեկը ճիշտ ես ասում։ Հիմա շատ դժվար է վաղվա օրը պլանավորել։ Դե հա, մի խոսքով Վրամ, ես ուզում եմ, որ դու լինես իմ ներկայացուցիչը, իմ բացակայության ժամանակ։ Հա, ինչ կասես։ Քո հայաբաժնի ներկայացուցիչ է։ Հա, ես երաշխավորագիր կթողնեմ քո անունով, որ դու կարողանաս տնօրինել իմ հայաբաժինը։ Դու ինչ ես հասկանում, ասելով տնօրինեմ քո փայ։ Դե Վրամ, իմ բացակայության ժամանակ բոլոր իրավասությունները հանձնում եմ քեզ։ Ժողովների ժամանակ իրավունք ունես քվեարկել ու խոսք ասել իմ փոխարեն։ Իսկ եթե շատ գլոբալ ու անհրաժեշտ հարց լինի, նոր այդ դեպքում խնդրում եմ կապվես ինձ հետ, որ խորհրդակցենք։ Մտածելու բան ես ասում, համո։ Դե լավ, Վրամ, թարգի։ Դու միշտ էլ ուզեցել ես քո կշիռն ավելացնել բիզնես լեգիոնում։ Սրանից էլ լավ հնարավորություն մեկից դառնում ես երկրորդ փայատերը ակցիաների չափով։ Դու ամեն ինչ օրինական ես պատկերացնում, չէ՞։ Հապա ոնց։ Ուզես կապվեմ իրավաբանիս հետ, խորհրդակցենք։ Չէ, կարիք չկա։ Սպասի ես իմին կկանչեմ, սաղ կասի։ Ալո, Սահակյան, արի մոտս, հենց հիմա։ Դե մանրամասն զեկուցի ինչ նորություն է նարկոտիկներից։ Հայտնի է, որ մի 10 օր առաջ մեծ քանակությամբ դեղամտել Հայաստան։
Իմացել ենք նաև, որ այդ դեղ ուզում են արտահանեն ու որպես նարկոտիկ դրսում վաճառեն։ Իսկ ում են վաճառել։ Որ երկիր են արտահանել։ Դեռ հայտնի չի։ Պաստորեն այդ օրը իմացել են, որ գնալու ենք ու շտապ տարել էին ապրանքը։ Այդ լավ չի։ Հիմա գիտեն, որ պոչներին նստած ենք ու ավելի զգուշ կլինեն։ Ոչինչ։ Այդ քանակության դեղորայքը այդքան էլ հեշտ չի լինի Հայաստանից անել։ Մենք բոլոր մաքսատներում հսկողություն կսահմանենք։ Սահմանենք, շեֆ ջան։ Չեն թողնում էլի հանգիստ ապրենք։ Հիմա էլ նարկո բիզնես։ Ինչ հանգիստ, Հակոբ, խառը ժամանակներ են։